Ողջույն, Civilnet podcast-ի տաղավարում լրագրող Տիգրան Պասկևիչյանն է։ Բարև ձեզ, պարոն Պասկևիչյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Խոսելու ենք անկախության մեր ճանապարհը ֆիլմի մասին, որի ստեղծումը պատվիրել էր Հանրային հեռուստաընկերությունը, բայց վերջի վերջով Հանրային հեռուստաընկերությամբ չցուցադրվեց ֆիլմը եւ երևի թե մոտակա ժամանակներում չի ցուցադրվի, բացի դրանից Հանրայինին է պատկանում հեղինակային գույքային իրավունքը ֆիլմի եւ որևէ այլ ցուցադրություն դուք եւս չեք կարող անել եւ կարելի է ենթադրել, որ պատճառը այստեղ բացարձակ քաղաքական է, ֆիլմը 88-ի շարժման մասին է եւ անկախության առաջին տարիների մասին է, ձեզ որևէ բացատրություն տրվել է? Ոչ, որևէ բացատրություն չի տրվել, թեև ես 2023 թվականի մարտին կարծեմ, սպասելով, որ Ղարաբաղյան շարժման 35-ամյակներ է տարի լրանում, սպասելով, որ գուցե ցուցադրեն, չցուցադրեցին, ես դիմեցի գործադիր տնօրենին նամակով, ասացի, որ եթե ինչ-որ խնդիր կա, դուք չեք ուզում ցուցադրել, միգուցե պայմանավորվենք, դուք ինձ հնարավորություն տաք այդ ֆիլմը օգտագործելու, իմ նամակը մնաց անպատասխան։ Իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հետ շփում եղել է։ Ես ընդհանրապես ինչ նամակներ գրել եմ, միշտ մի պատճեն ուղարկել եմ Հանրային հեռարձակողի խորհրդին, այդ ժամանակ Արա Շիրինյանն էր նախագահը, հետագայում էլի նամակներ եղել է, որ գրել եմ, էլի պատճեն ուղարկել եմ արդեն Վասակ Դարբինյանին։ Եվ պատասխան չի եղել։ Չէ, իրենք պրակտիկա ունեն, որ չեն պատասխանում ընդհանրապես նամակներին, արհամարում են, համարում են իրանց վերևում, այսպես է մեր հանրային հեռուստաընկերությունը, այդպես է, եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է խոսելու նրա մասին, որ հանրային հեռարձակող ասված հասկացությունը պետք է վերանայել։ Ես միշտ կողմ եմ, որ ամեն ինչ կոչվի, իրերը կոչվեն իրենց անուններով եւ շատ ազնիվ կլինի, որ դա կոչվի Հայաստանի պետական ռադիո, Հայաստանի պետական հեռուստատեսություն, այդ հանրային խորհուրդ կոչվածը կոչվի հեռուստառադիոպետկոմ, որովհետեւ սա պետական մարմին է, որը բացառապես սպասարկում է իշխանությանը։ Եվ այդ դեպքում մենք կիմանանք, որ մենք չունենք այս հնարավորությունը։ Չգիտեմ, դուք հետևում եք թե չէ, Facebook-ում Facebook-ի օգտատերերից Տիգրան Դավուդյան կա, որը շատ հիանալի գործ է անում։ Ինքը ամեն օր նայում է հեռուստացույց, ես նախանձում եմ իր համբերությանը, որտեղ ես չէի կարող նայել։ Ամեն օր նայում է եւ րոպեներով, վայրկյաններով գրում է, թե ինչ հատվածներ ու ինչին է նվիրված եղել եւ անընդհատ ցույց է տալիս, որ քաղաքական մյուս խմբերը, մյուս ուժերը բաները բոլորովին օտարված են հանրային հեռուստաընկերությունից, որ դա ծառայում է բացառապես քաղաքացիական պայմանագիր ուրեմն կուսակցությանը։ Լավ, ֆիլմը նախ ինչքան ժամանակ է տևել ֆիլմի ստեղծումը եւ ֆիլմը ստեղծելու ընթացքում համընթաց քաղաքական պատկերներ փոխվում, հռետորաբանություններ փոխվում, մտավախություն ունեիք ֆիլմը ստեղծելիս, որ իրենք չեն հավանի, որ այդքան տարի հետո կամ այդ իրադարձությունների հանգուցալուծումից հետո լրիվ ուրիշ դիրքորոշում կունենան, թե չէիք սպասում։ Եկեք մինչև հարցին պատասխանելը ես մի հատ հավանել բառին անդրադառնամ։ Հա, իհարկե։ Որովհետև հավանել չհավանելու խնդիր բոլորովին չի եղել։ Չէ, սա շատ կարևոր հարց է, դրա համար եմ ուզում անդրադառնալ։ Օրինակ եղել է դեպքեր, երբ որ ես էլ եմ ինչ-որ բաներ, ինչ-որ մի կազմակերպություն ներկայացնելով պատվիրել, եւ եղել է, որ ես ասել եմ, ես այս բանը հավանում եմ, կամ այս բանը չեմ հավանում, հետ տարեք, բանարեք լրամշակեք, այսինքն այսպիսի խնդիրներ, հավանել, չհավանել եւ այլն, չի եղել, բացարձակապես։ Ինչ վերաբերում է նրան, այդ ինչքան ժամանակում արվեց, այդ ֆիլմը շատ վաղուց իմ մեջ խմորվում էր, ու տենց բազմաթիվ գաղափարներ կան, որի մեջ խմորվում են, պարզապես ֆիլմ անելը դուք էլ այսինքն մեդիայում եք աշխատում, գիտեք, որ դա կապված է ծախսերի հետ, եւ չկար այդ հնարավորությունը, եւ երբ որ եղավ, ինձ տվեցին 90 օր ժամանակ,
հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 24-ը։ Այդ 90 օրում ես պետք է անեի եւ այդտեղ ինչ տեղի ունեցավ։ Սկսվեց սեպտեմբերին պատերազմը։ Պատերազմը սկսվեց բովանդակային առումով այդ պատերազմը որևէ ազդեցություն չունեցավ ֆիլմի վրա, որովհետեւ ինչ կապ ունի Հայաստանը իր ճանապարհն անցել է, ստեղծվել է, Հայաստանը կա եւ այլ, այս տեսակ բաներ։ Այնտեղ COVID-ը կար այդ ժամանակ բաներ, այսինքն սա ինչի եմ նաեւ ասում, որտեվ իրանք շահարկում են դա, որ ես իբր ժամկետներ եմ խախտել, բան եմ արել, այդ ժամկետները եթե անգամ ես խախտել եմ, իրանք դա ընդունել են, ինձ ոչ ոք դույժ ու տուգանք դրա համար չի նշանակել, իրենք ընդունել են, 90 օրից հետո համաձայնել են եւս 60 օրով, որովհետեւ դա մենակ էս կներեք, էս տախտակը չէր կարող չհասկանալ, որ այդ պայմաններում ֆիլմ անել, երբ որ ասենք մոնտաժողը Արցախում է, գնացել է, ուրեմն այնտեղ աշխատում այդ օրերին, մյուս աշխատողը COVID-ով է հիվանդ, մի երրորդ աշխատողը ասենք բանա, երկու տղաներին տարել են պատերազմ, լուրջ ունի մի շաբաթ 10 օրից ավել, այս պայմաններում ես իրանց բացատրեցի, որ ավարտել հնարավոր չի, պետք է երկարացնել, իրանք էլ համաձայնվեցին եւ ի վերջո ընդունման անձնանացով ընդունեցին այդ ֆիլմը։ Այսինքն այս process-ներում չի եղել որևէ բան։ Իսկ ինչ վերաբերվում է ազդեցություն թողել, ես դրա հետևանքով ինչ որ բան փոխեմ, բան չէ։ Որոշում կայացնողը ով է ըստ ձեզ։ Գիտեք, հետաքրքիր բան ասեմ ձեզ, որ բովանդակային առումով որևէ պահանջ չի ներկայացվել ինձ, որ այս բան օրինակ սենց մեկնաբանի կամ այն բանն այս մեկնաբանի, մանր տեխնիկական բաներ վերջի օրերին, երբ որ արդեն պիտի հանձնեինք, եղել են, ասենք սուպ տիտրերի հետ կապված, չգիտեմ բաների հետ կապված, այս տեսակ մանր բաներ են եղել։ Նկատի ունեմ մեկ անձ է, որը խնդրել են այս բաները ուղղել եմ, տվել եմ իրանց։ Հարցս ավելի շատ կապված է նրա հետ, թե ով է այդ բողոքի գլխավոր հասցեատերը, մեկ անձի որոշմամբ է այդ որոշումը այդ կայացվել, թե Գիտեք, այս բողոքի գլխավոր հասցեատերը մեր երկրի ղեկավարն է։ Որովհետև մեր երկրում ամեն ինչ տեղի է ունենում հետո օրինակ երեք Վասակ Դարբինյանը Factor AM-ին ասել է մեզ ոչ ոք չի ստիպել մենք չի ասել դա ցույց տվեք կամ ցույց մի տվեք կամ բան ճիշտ ասում բան չունեմ ասել ոչ ոք չի ասել ոչ ոք գրավոր չի գրել պարոն Վասակ Դարբինյան Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը հանեք եթերից կամ դրեք էս ինչտեղը կամ չգիտեմ ինչ արեք նստած է մի մարդ վերևում որը ուղերձներ է արտադրում։ Այդ ուղերձները արտադրում է, այդ ուղերձները ընդունվում են ի գիտություն։ Եվ ըստ այդ ուղերձների մարդիկ ուրեմն իրանց դիրքորոշումները բանները դասավորում են։ Եվ սա է ընդամենը, սա է։ Լավ, նախադեպ եղել է նման, որ հանրային հեռուստաընկերությունը իր պատվիրած ֆիլմը իր սեփականությունը հանդիսացող ֆիլմը չներկայացնի եւ արգելի որ որևէ այլ ցուցադրություն ունենա։ Դուք սա իմ կյանքում հանրային հեռուստաընկերության հետ առաջին շփումն էր։ Նու չհաշվեմ որ 2.5 ամիս է հանրային խորհրդում բան եմ խորհրդական եմ աշխատել եւ չհաշվեմ որ մի անգամ էլ ինձ այդ մարտի 1-ի ֆիլմը ցուցադրելիս կանչել են եթերի ուրիշ շփում ես հանրային հեռուստաընկերության հետ չեմ ունեցել եւ հետեւաբար չեմ կարող ձեր հարցին պատասխանել գուցե այլ նախադեպեր եղել են չգիտեմ ամենայն դեպս հնչողություն չեն ունեցել որ իմանայինք էլի որտեվ ես ամեն ինչին հետեւող մարդ եմ գուցե կիմանայի ինչ եք դուք պատրաստվում անել փակ ցուցադրություններ լինելու են ֆիլմի Ես ընդհանրապես երևի թե պատրաստվում եմ նոր ֆիլմ անել։ Նոր ֆիլմ Իսկ այս մասով որովհետև այս փակ ցուցադրությունները բաները սրանք անընդհատ առաջացնելու են ինչ-որ նյարդային վիճակներ եւ այդ իմաստով թերևս լավ կլինի վերցնել այս նյութը եւ անել նոր ֆիլմ նորից Արցախյան Ղարաբաղյան շարժման նորից նույն թեմայի մասին հիմա ես երբ որ այդ ֆիլմը նայում եմ մտածում եմ որ շատ բաներ կավելացնեի շատ բաների վրա ավելի ուրիշ ուրեմն շեշտադրումներ կանեի
Եվ ենթադրում եմ, որ ֆինանսավորումը հանրայինից չի լինելու։ Հանրայինից երբեք չի լինի ֆինանսավորում, գիտեք, հանրային հեռուստաընկերության համար ես գոյություն չունեմ։ Ես մի քանի անգամ ասել եմ, այն օրվանից ինչ գոյություն ունի հանրային հեռուստաընկերությունը մինչև օրս, չհաշված այդ մի անգամ է, երբ որ ուրեմն Հայաստանի կորսված գարունը ֆիլմը պիտի ցուցադրեին եւ պիտի մի հատ սոուս էփեին, որպեսի այդ ֆիլմի ցուցադրությունը գնալու ինձ հրավիրեցին եթերի, ես երբևէ որևէ հաղորդաշարով, որևէ հաղորդումով չեմ հրավիրվել հանրային հեռուստաընկերություն։ Ես այդ մարդկանց համար եւ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ առավել եւս Նիկոլ Փաշինյանի ժամանակ գտնվում եմ սև ցուցակում։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որտեղ այնտեղ կան իսկապես սև ցուցակներ, որոնց մեջ կան մենակ ես չեմ, բազմաթիվ մարդիկ։ Այնուամենայնիվ ես հիշում եմ, որ եթե չեմ սխալվում 2017 թվականին Երևանի պետական համալսարանում փակ ցուցադրություններ մարտի 1-յան իրադարձություններին նվիրված մեր Հայաստանի կորսված գարունը ֆիլմի, այսինքն զուգահեռ անցկացնելիս երևի թե կարելի է նաև հիշել, որ այն ժամանակ այնուամենայնիվ փակ ցուցադրություն եղել է եւ քիչ թվով մարդիկ այնուամենայնիվ այն ժամանակ շատ են եղել այդ տեսակ եւ համալսարանում ա եղել շատ տարբեր տեղերում են եղել օրինակ Հայաստանի կորսված գարունը ես ցույց եմ տվել շատ մեծ դահլիճում Լոս Անջելեսում դա մեր ֆիլմներ մենք ցույց էինք տալիս հիմա հենց հիմա ինձ Գերմանիայից մարդիկ խնդրում են ասում են հոկտեմբերին բեր այդ ֆիլմը ցուցադրենք Գերմանիայում բայց ես ոնց տանեմ այդ ֆիլմը Մի հիպոթետիկ հարց տամ, եթե հանրային հեռուստաընկերության հետ այս կոնֆլիկտը չլիներ, ֆիլմը կամ հեղինակային իրավունքը ձեզ պատկաներ, հնարավոր համարում եք, որ այդ նույն վայրերում օրինակ մեկը Երևանի պետական համալսարանում թույլ կտային ֆիլմի ցուցադրությունը, եթե դրա հեղինակային իրավունքը լիներ ձերը։ Այսօրվա դրությամբ վստահ չեմ, որտեղ այսօր շատ բան ա փոխվել Հայաստանում եւ դահլիճներ տալ, ցուցասրահներ տալ, բանաներ, դրանք բոլորը համապատասխանեցվում են այդ վերևում նստած մարդու ուղերձներին։ Ես օրինակ փաստեր ունեմ, որ Արցախին նվիրված ֆոտոցուցահանդեսը բոլոր դահլիճներում, բոլոր ցուցասրահներում մերժվել է։ Ասել են, որ մենք չենք կարող այդ թեմայով ցուցադրություն անել։ Նույնիսկ այն տեղերում, որտեղ դու առաջարկում ես, ասում ես, ես կվճարեմ այս դահլիճի համար։ Լավ, իսկ այսպեսի մի հարց նախ կինո ոլորտից, մեդիա ոլորտից աջակցություն զգում եք թե չէ, եւ կա նաեւ շատ ակնհայտ լռություն մարդկանց, որոնք Տեսեք, երեք շատ լավ բաներ գրել Ռաֆին Մովսիսյան, ես շատ շնորհակալ եմ իրեն, բայց իր գրառման տակ էլ բարձաբանում տվեցի, որ ես ինքս ինձ կինոյի մարդ չեմ համարում եւ այն ինչ որ ես անում եմ դա կինո չեմ համարում ես սա համարում եմ լրագրային հետազոտություններ եւ որը ունի այդ ֆորմատը ուղղակի որը ունի այդ ֆորմատը երբեմն մարդիկ կան ոչ այս ֆիլմի մասին այլ ֆիլմերի մասին ասում են բա ինչ չես փառատոններ ուղարկում բան ասում եմ չէ ես փառատոնների համար չեմ անում ու իմ ֆիլմերը փառատոնային չեն իրանց էությամբ իրանք տեղեկատվական sense մի քիչ գունազարդված տեղեկատվական բաներ են, որպեսզի մարդիկ իմանան, ասենք օրինակ, հայրենադարձությունը ոնց է եղել, հայ-թուրքական հարաբերությունները ոնց են եղել, չգիտեմ, մարտի 1-ը ոնց է եղել եւ այլն։ Այդ մասին եմ ուզում խոսել, որ բայց ասում եմ, շնորհակալ եմ Ռաֆին Մովսիսյան, որ անդրադարձել էր այս հարցին եւ բավականին ճշգրիտ էր հասկացել, թե ինչա մեզ սպառնում մեզ ասելով եւ իմ տեսակի մարդկանց եւ կինոյի մարդկանց եւ գուցե նաեւ գրականության մյուս արվեստների մարդկանց եթե այսպես շարունակվի արձագանքել են բոլորը ումից կսպասեիք որ կարձագանքեն թե չէ շատ են արձագանքողները շատ են ամենատարբեր ձևերով եւ ես կարծում եմ որ կա մեծ հետաքրքրություն բայց մյուս կողմից էլ նկատում եմ որ բոլորի մոտ կա նաև հուսահատություն որ այս ինչա կատարվում էլի Լավ երկու ամփոփիչ հարց տամ հենց ֆիլմի մասին բովանդակության մասին իրոք տեղեկատվական են եւ սա ավելի շատ կարելի է համարել վերհուշ իրադարձությունների որոնց դուք հականատես եք եղել քան
քանուղերձ, գաղափարական կոչ, չէ, երևի ես պաթետիզմով ծանրաբեռնված չի եղել, նկատի ունեմ պարզապես հուշ է եղել ու ոչ պարտադրանք, ոչ մի ուղերձ ենթատեքստային այսպես ուղված իշխանությանը կամ ոչ մի կոչ գաղափարական չի եղել փաստացի ֆիլմով։ Քանի մարդիկ չեն տեսել, մեր հեռուստադիտողներն էլ չեն տեսել, Դե այն ժամանակ չեմ կարող հարց տալ, դուք ոնց կգնահատեք։ Ես մոտեցում եմ ծանրաբեռնված չի եղել այդ եւ ոչ միայն այս դեպքում, մնացած բոլոր իմ արած ֆիլմերի դեպքերում էլ մոտեցումս եղել է նա, որ մարդիկ իմանան իրականում ինչա տեղի ունեցել, որտեղ շատ հաճախ մարդիկ չգիտեն իրականում ինչա տեղի ունեցել, շատ ասենց ասած աղավաղված պատկերացումներ ունեն եւ այլն եւ այդ առումով օրինակ երբ որ ես ինչ որ տեղերում ֆիլմեր եմ ցույց տալիս ամենահաճախ ուրեմն հնչող ռեպլիկը գիտեք որն է բա մենք ինչի սա չգիտեինք հա վավերագրական ֆիլմը բարակայում ինչի մենք սա չգիտեինք ասում եմ այդ հարցը ցես տվեք ինչի իմանամ ես երևի մտածել եմ որ օրինակ շատ փոքր բան առիթ կարող է ես միշտ հայրենադարձության ֆիլմերի մասին եմ դա ասում երբ որ ես տեսա որ այդ հսկա իրադարձությունը որ տեղի է ունեցել դուք մի հատ նորից կրկնեք 95000 մարդ 4 տարում մտել է Հայաստան այդ մասին իմ աղջկա դասագիրքն էի թերթում այդ տարիներին գրած էր մեկ նախադասություն Այս թվից այս թիվը տեղի է ունեցել sense բան ինչ է այդ հայրենադարձությունը ինչ չի եւ այլն եւ ոչ միայն հայրենադարձության մասին Արցախյան շարժման ու անկախության մասին ընդհանրապես դասագրքերում շատ քիչ տեղեկություն կա շատ քիչ եւ համառոտ եւ երևի անգամ մինչեւ պատերազմ նույնիսկ անգամ մինչեւ 2018 թիվը պատահական քաղաքացու եթե հարցնենք Ղարաբաղ կոմիտեի կազմից 3-4 անդամ երևի թե չէին պատասխանի իսկ այդ թեման բավականաչափ չի Ես 21 թվականին եմ արել այդ էքսպերիմենտը երբ որ միտեղ դաս էի տալիս դրանք արդեն համալսարան ավարտած մարդիկ էին լսարանը եւ հարցրեցի ինչ գիտեք Ղարաբաղ կոմիտեի մասին նրանք ոչինչ չգիտեին Ղարաբաղ կոմիտեի անդամներից ում գիտեք ոչ մեկի անունը չգիտեին մոտավորապես երկու խումբեր 15-15 հոգի բացարձակ տեղեկություն չունեին Ինչու այդպես եղավ մտածված քաղաքականություն էր թե բարձի թողի վիճակ Գիտեք, այդ մի քիչ նրանից էր, որ միգուցե ես մի քիչ գունազարդում եմ, բայց գուցե նրանից էր, որ ամեն ինչ այնքան ճշգրիտ էր ընթացել եւ այնքան լավ էր ընթացել, որ դրանից հետո եկող ամեն իշխանություն դիսկոմֆորտ ուներ դրա նկատմամբ։ Եթե ինքը ընդուներ, որ դա ճիշտ է եղել, ինքը պետքա մի քայլ ավելաներ։ Իսկ եթե նսեմացնում ես, դու կարող ես արդարացնել ամեն ինչ։ Հիմա ինչի է Նիկոլ Փաշինյանը այս ամենը նսեմացնում։ Եթե ինքը ընդունի այս ամեն ինչ որ եղել է, ինչ որ այս ֆիլմում կա, ինքը ամոթից կմեռնի թե ինչ է արել 20 թվից հետո։ Սա իր համար դիսկոմֆորտ է։ Եվս մի վավերագրական ֆիլմ, որ մեր նյութերից մեկում ներառել էինք ու մարդիկ զարմանում էին, որ չէին տեսել Վարդան Հովհաննիսյանի ֆիլմներ առաջին պատերազմի մասին, խաղաղության Որը ես շատ հավանում եմ, շատ սիրում եմ այդ ֆիլմը։ Հա, եւ էլի այսպես իր հաղթարշավը չունեցավ, չնայեցին կինոգիտական շրջանակում մնաց ու Փաստորեն, հա։ Լավ, վերջին հարցը տամ, ձեր կարծիքով ֆիլմը հանրային հեռուստաընկերությամբ երբ կցուցադրվի, եթե ցուցադրվի։ Երբ որ չլինի այս իշխանությունը։ Անպայման կցուցադրվի, ես իմ գրառման մեջ էլ էի գրել, ես դրա փորձը ունեմ, մարտի 1-ի ֆիլմն էլ իշխանությունը փոխվեց, ճիշտ է իրանք այդ ցուցադրողները ինչ որ հաշիվներ ունեին, բան ունեին, բայց դա ինձ չի հետաքրքրում առանձնապես։ Ինձ հետաքրքրում է, ես դա անում եմ մարդկանց համար, ինձ հետաքրքրում է, որ մարդկանց հասնի, եւ ես հիշում եմ, որ այդ հարցազրույցը տվեցի, ֆիլմը ցուցադրվեց, նորքից ես Դավիթաշենում եմ ապրում, Դավիթաշեն չհասած ամբողջ ճանապարհին իմ հեռախոսը զնգում էր եւ մարդիկ պարզապես շնորհակալություն էին ասում, որ վերջապես հնարավորություն ունեցան այդ ֆիլմը դիտելու։ Շնորհակալություն շատ։ Ես եմ շնորհակալ։ Civilnet podcast-ի տաղավարում Տիգրան Պասկևիչյանն կհանդիպենք։